2004 թվականին հնագետները Կիպրոսում հնագույն գերեզման են բացել եւ սառել։ Երկրի շերտի տակ մարդու կմախքից ձեռքի երկարությամբ ընկած էր մյուսը կատվի, այս թաղումը Քիլուրակամբոզ գյուղում 9500 տարեկան է։ Հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Չկային եգիպտական բուրգեր, չկային հոյակապ փարավոններ, չկար Աստվածուհի բաստետը։ Կային միայն մեկ մարդ եւ մեկ կատու, որոնք թաղված էին միասին ինչպես հավասարը։ Այս բացահայտումը լիովին կոտրեց մեր անցյալի սովորական պատկերը։ Մենք միշտ մտածում ենք, որ մենք ենք, որ վաղուց ընտելացրել ենք այս կենդանիներին։ Բայց միթե ճշմարտությունը շատ ավելի տարօրինակ է։ Իրականում այս կատուն ընտելացրել է մարդուն եւ նա կատարել է այս թրեքն այնքան վարպետորեն, որ մենք դեռ հրաժարվում ենք դրան հավատալ։ Հիմա պատկերացրեք այս մարդու տեղում։ Դուք ապրում եք 10,000 տարի առաջ ինչ-որ տեղ Բերրի կիսալուսնում, ներկայիս Սիրիայից եւ Իրաքից մինչեւ Իսրայել այդ կանաչ աղեղում։ Դուք երկրի վրա առաջին մարդկանցից եք, ովքեր դադարել են պարզապես արմատներ հավաքել եւ սկսել են սեփական սնունդ աճեցնել։ Զմրուխ, սփել, վայրի, գարի։ Դուք գիտեք ամեն մի հատիկի գինը։ Ամբողջ սեզոնը ծախսվում է ամենածանր ձեռքի աշխատանքի վրա։ Հերկելը, ջրելը, տանջալից սպասում ու բերքահավաքը։ Եվ ահա երկար սպասված արդյունքը հացահատիկով հսկայական կավե սափորները ապահով կերպով թաքնված են պահեստում։ Ա ձեր պաշարն է ձմռանը, սա ձեր ընտանիքի կյանքն է։ Սա բառացիորեն ձեր ապագան է, եւ դուք պատրաստ եք ամեն գնով պաշտպանել այն։ Բայց հենց որ գիշերը գալիս է, ուրիշները գաղտագողի են մտնում ձեր պահեստ, մկներ, առնետներ, փոքր մոխրագույն եւ բացարձակապես անխոնջ։ Նրանք հեշտությամբ ծամում են կավե եւ հյուսած զամբյուղները ագահորեն խժռում են հացահատիկը եւ փչացնում այն, ինչ չեն կարողացել ուտել։ Ընդամենը մեկ ձմռանը կրծողների համեզ գաղութը կարող է ոչնչացնել գյուղի ողջ պաշարի 1/3-ը։ Սրանք խրտվիլակներ չեն, այսօր ամեն ինչ հենց այդպես է լինում, որտեղ բնական գիշատիչներ չկան։ Չի կարելի ամեն գիշեր արթուն մնալ։ Չի կարելի այդքան թակարդներ գցել։ Կրծողները շատ ավելի արագ են բազմանում, քան դուք կարող եք սպանել նրանց։ Եվ հենց այս պահին մթությունից, գյուղի ծայրի հետևից, այն վայրի, աշխարհից, որը քո վերահսկողության տակ չէ, հայտնվում է մի նեկտա փոքրիկ ոսկեգույն մոխրագույն ուղղահայաց աշակերտներով, որոնք խեցգետիններն ավելի լավ են տեսնում, քան դու տեսնում ես պայծառ արևի տակ։ Սա լիբիական վայրի կատու Ֆելես լիբիկան է, մոլորակի բոլոր տնային կատուների ամենամոտ նախնին։ Եվ նա ընդհանրապես չի եկել ձեզ մոտ։ Նա եկավ մկների համար։ Բայց խնդիրն այն է, որ մկներն այժմ ապրում են նույն տեղում, ինչ դուք։ Ահա թե ինչպես այս նազելի արարածն առաջին անգամ անցավ մարդկային տան շեմը։ Ոչ այն պատճառով, որ նրան բարի էին կանչել, ոչ այն պատճառով, որ նրան բռնեցին ու շղթայեցին։ Եվ միայն այն պատճառով, որ դա աներևակայելի ձեռնտու էր նրա համար։ Բայց որտեղից գիտենք, որ ամեն ինչ հենց այսպես է եղել։ Պատասխանը կայանում է կատվի եւ շան միջև հիմնարար տարբերության մեջ։ Շունը եկել է մեր նախնիների մոտ որպես գործընկեր։ Նա օգնեց որսին խիզախորեն պահպանում էր ճամբարը եւ տաքացնում մարդկանց ցուրտ գիշերը։ Դրա դիմաց նա ստացել է երաշխավորված սնունդ եւ պաշտպանություն։ Դա արդար գործարք էր, որտեղ երկու կողմերն էլ գնացին զիջումների։ Շունը զոհաբերեց իր անկախությունը, ի ոհմակի ազատությունն ու վայրիությունը ճանաչելով մարդուն որպես առաջնորդ եւ կերակրող։ Օ, կատուն ընդհանրապես ոչինչ չի տվել։ Նա պարզապես եկավ լուր վերցրեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր եւ մնաց այնքան ժամանակ, որքան դա ձեռնտու էր նրան։ Նա ոչ մի վայրկյան չհրաժարվեց իր անկախությունից, նա պարզապես համաձայնեց ժամանակավորապես հանդուրժել ձեր ներկայությունը։ Կենսաբանությունը դա ավելի լավ է հաստատում, քան ցանկացած բառ։ 10,000 տարի ապրելով մեզ հետ կողք կողքի կատուն գրեթե չի փոխվել արտաքին տեսքով։ Նույն ժամանակահատվածում շները վերածվեցին հարյուրավոր անհավանական ցեղատեսակների, փոքրիկ չիուազից մինչև հսկա սիմբրնարս, քանի որ մարդը դրանք քանդակել էր իր կարիքներին համապատասխան, բայց կատվին վերափոխելու կարիք չկար։ Նա արդեն ծնվել է իդեալական կրծողների որսորդ։ Նրա ճկուն մարմինը, կայծակնային արագ ռեֆլեքսները եւ գիշերային տեսողությունը մնացին ճիշտ նույնը, ինչ իր վայրի նախնիներինը։ Գենետիկները համեմատել են ընտանի կատվի եւ վայրի Ֆելիլիբի դնթ-ն եւ ապշել։ Նրանց միջև տարբերությունը մանրադիտակային է։ Այն շատ ավելի փոքր է, քան գայլի եւ սովորական շան միջև։ Կատուն իրեն թույլ տվեց ճիշտ մեկ զիջում։ Նա դարձավ մի փոքր ավելի հանդուրժող մարդկանց նկատմամբ, ոչ կցված, անկախ, պարզապես ներողամիտ։ Որ հենց այս սառը ջոկատն էր եւ ոչ թե շան նման հնազանդությունը, որ այդքան հիացրեց մեր նախնիներին։ Կատուն երբեք ոչինչ չի խնդրել։ Նա լուռ հայտնվեց, նստեց ուշադիր նայեց իր լուսավոր աչքերով եւ նույնպես լուռ անհետացավ մթության մեջ։
Դաժան աշխարհում, որտեղ գոյատևումը կախված էր բնության լիակատար վերահսկողությունից, այս անկախ արարածը այցելու էր թվում մեկ այլ հարթությունից, գրեթե կախարդական ոգի։ Մտածեք դրա մասին, կատուն սպանեց նրանց, ովքեր ոչնչացրեցին հացահատիկը, ինչը նշանակում է, որ նա սպանեց մահն ինքն իրեն սովից։ Նա պաշտպանում էր մարդկային կյանքը փոխարենը բացարձակապես ոչինչ չպահանջելով, բացի կրակի մոտ նստելու իրավունքից։ Զարմանալի է, որ մի օր Շիլուրուկ ամբոսում ինչ-որ մեկը որոշեց թաղել այս մորթե որսորդին իր կողքին։ Որպես հավասար, կամ նույնիսկ աստվածության պես։ Եվ ահա մենք հասնում ենք գլխավոր պատմական պատրանքին։ Հին Եգիպտոսը ամենևին էլ ոչ մի տեղից չի հորինել կատվի պաշտամունքը։ Եգիպտացիները միայն բացարձակի հասցրին ակնածանքի զգացումը, որը հասունացել էր մարդկանց մեջ հազարավոր տարիներ շարունակ։ Մինչ Նեղոսի հովտում առաջին տաճարների հիմքերը դրվեցին, կատուներն արդեն հազարավոր տարիներ ապրել էին մեզ հետ։ Նրանք հսկում էին հացահատիկը և անխնա սպանում թունավոր օձերին ու կարիճներին։ Նրանք սուզվեցին սարսափելի խավարի մեջ և անվնաս վերադարձան, որտեղից մարդը սարսափելի վախենում էր ոտք դնել։ Հին մարդկանց համար նման արարածը պարզապես օգտակար գազան չէր կարող լինել։ Կատվի գլխով Աստվածուի բաստեցը երևակայության ավելցուկից չէր երևում։ Սա գիշատչի երկար դիտարկումների բնական արդյունքն է, ով ենթարկվում է միայն իր օրենքներին, բայց ինչ-ինչ պատճառներով ընտրում է ձեր տունը։ Եգիպտոսում կատվի սպանությունը համարվել է ամենածանր հանցագործությունը, ինչի համար առանց վարանելու մահապատժի են ենթարկել։ Եթե մորթե ընտանի կենդանուն մահուձեր ծերությունից, ընտանիքի բոլոր անդամները սափրում էին իրենց հոնքերը ի նշան խորը սգի։ Կատուներին խնամքով մումիա են արել և անհավանական պատիվներով թաղել հատուկ սուրբ գերեզմանոցներում։ Միայն Բենի Հասան նեկրոպոլիսում հնագետները հայտնաբերել են կատուների 80,000 մումիաների մնացորդներ։ Մտածեք այս թվի մասին։ 80,000-ն այլևս միայն կրոնական պաշտամունք չէ, դա մի ամբողջ մեծ քաղաքակրթություն է, որը կառուցված է մի փոքրիկ կենդանու շուրջ, որը մի օր արժանացավ նրան միանալու։ Եթե նման պատկան համամասնություններն արդեն սառչել են ձեր ողնաշարը, համոզվեք, որ բաժանորդագրվեք։ Որովհետև առջևում մեզ ավելի սարսափելի բացահայտում է սպասում։ Այս ամբողջ հազարամյա բարեկամության իրական հեգնանքը մեկ կենսաբանական հնարքի մեջ է։ Մինչ միամիտ տղամարդը կարծում էր, որ նա մեծահոգաբար որդեգրել է կատվին, նա մեթոդաբար մի շատ կոնկրետ բան արեց։ Նա այնքան հարմարվեց, որ դուք ցանկանաք լքել իրեն։ Ոչ մի քիչ ավելին, նա պահպանում է իր ածելի պես սուրճ ճանկերը, վայրի բնազները և գիշերային ապրելակերպը։ Բայց միևնույն ժամանակ նա յուրացրեց մի հնարք, որին ոչ մի այլ կենդանի չէր կարող հասնել այդքան կատարյալ ձևով։ Նա սովորեց մռնչալ 25-ից 50 հց հաճախականությամբ։ Խաբեությունն այն է, որ հենց այս միջակայքում է, որ մարդու ուղեղը ձայնն ընկալում է որպես բացարձակ անվտանգության ազդանշան։ Գիտնականներն ապացուցել են, որ նման թրթուրները նվազեցնում են սթրեսի հորմոնի, կորտիզոլի արտադրությունը և նույնիսկ հրահրում ոսկրերի վերականգնման գործընթացը։ Ձեր կրծքավանդակի վրա հարմարավետ կծկված կատուն բառացիորեն կոտրում է ձեր նյարդային համակարգը, ազդանշան ուղարկելով։ Սա սիրո դրսևորում չէ, դա գոյատևման հնարամիտ գործիք է։ Ճշմարտությունն այն է, որ կատուն երբեք չի ընտելացվել այն իմաստով, որ մենք ընտելացրել ենք կովերին, ոչխարներին կամ շներին։ Լուրջ կենդանաբաններն այն անվանում են կիսաանտանի տեսակ։ Այս արարածն ապրում է ձեր տանը, բայց բացարձակապես հրաժարվում է ձեզ վերահսկողություն տալ իր վարքագծի և վերարտադրության վրա։ Սովորական փողոցային կատուն և վայրի անտառային կատուն կարող են խաչասերվել առանց նվազագույն խնդրի։ Եվ սա հեռու է բնության պատահական ձախողումից։ Սա ուղղակի կենսաբանական ապացույց է, որ ընտանի և վայրի սահմանը երբեք չի գծվել այս կենդանիների համար։ Կատուն նրբագեղորեն կանգնած է հենց այս սահմանի վրա և նայում է քեզ, նայելով հետաքրքրությամբ, ոչ թե նվիրվածությամբ։ Մեր ընդհանուր պատմության այս փաստն է, որ ամենադժվարն է կուլ տալ։ Ինչ-որ տեղ պտղաբեր կիսալուսնի հնագույն ամբարներից մինչև առավոտ երկար ճանապարհորդության ընթացքում զարմանալի բան տեղի ունեցավ։ Մարդը չէր, որ կատվին դարձրեց իր սեփականությունը։ Այս կատուն մարդուն դարձրել է իր սպասավորը։ Նա գտավ մի մեծ տաք արարածի, որը հուսալի ապաստարաններ է կառուցում, սնունդ ստանում և միևնույն ժամանակ, չգիտես ինչու, իր զուտ ներկայությունից էյֆորիայի մեջ է ընկնում։ Սա պարզապես կատարյալ սիմբիոզ է, որտեղ մարդը տալիս է շատ ավելին, քան ինքը կարող է գիտակցել։ Այսօր աշխարհում կա մոտ 600 միլիոն տնային կատու։ Այս ցուցանիշը գերազանցում է մոլորակի գրեթե ցանկացած երկրի բնակչության թիվը։ Երկրի պատմության մեջ ոչ մի գիշատի չի նման գլոբալ գերակայության ամբողջությամբ պահպանելով իր վայրի բնությունը։ Կատուն այն հանեց պարզապես թույլ տալով, որ մտածես, թե դու ես ընտրել իրեն։
Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի շարունակեք բացահայտել մարդությունը մեր անցյալի մասին, քանի որ ձեր տեսակի պատմությունը դեռ շատ չբացահայտված առեղծվածներ ունի։ Հիմա պարզապես պատկերացրեք. այս գիշեր ձեր կատուն կքնի հենց այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Գուցե ձեր փափուկ բարձի վրա, կամ գուցե ձեր ոտքերի վրա։ Նա կսկսի իր հանգիստ թրթռացող երգը եւ ձեր նյարդային համակարգը հնազանդորեն կարգանքի այս ձայնին այնպես, ինչպես այդ նույն հին մարդու մարմինն արձագանքեց 9500 տարի առաջ CPR-ին։ Ձեր զարկերակը կդանդաղի, շնչառությունը կհավասարեցվի եւ դուք հանգիստ կքնեք։ Երբ դուք քնում եք, դուք իսկապես կհավատաք, որ դուք էիք, ով ողորմությամբ թույլ տվեցիք նրան մնալ ձեր անկողնում, բայց այժմ դուք գիտեք ճշմարտությունը։ Նա ով թույլ է տվել քեզ այդպես մտածել։ Եվ նա դա հաջողությամբ անում է շատ երկար ժամանակ։